Ձեր նախավերջին հարցազրույցներից մեկում դուք ասել եք կոալիցիայի դուք վստահ եք, որ հասկացա ինչ մասին է խոսքը։ Սա նշանակում է, որ դուք շատ վստահ եք, որ առաջին տեղում դուք եք լինելու, թե դուք բացառում եք կոալիցիան, թե դուք բացառում եք ձեր փոխքաղաքապետ լինելու հանգամանքը, թե դուք պատրաստ չեք ընդդիմադիր դաշտի մյուսների հետ համագործակցության, այդ թվում Վարդան Ղուկասյանի։ Եվ մի հարց էլ, եթե այդուհանդերձ լինի այդ կոալիցիան, դուք ավականու կարգավիճակ կստանձնեք կամ փոխքաղաքապետի, թե ոչ։ Բայց Ռուբեն Մխիթարյանի հետ կարծես կա այդ։ Ուրեմն ես նմանատիպ բան չեմ ասել, որ չեմ համագործակցելու ոչ մեկի հետ, ես ընդամենը ասել եմ կոալիցիա կազմելու, փաստաթուղթ ստորագրելու հետ կապված եմ ես ասել, որ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը իհարկե միանշանակ կողմ ենք, ոնց կարող։ Բա որ 50+ չկարողացանք հավաքենք, ոնց ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու։ Այն որ ԿՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, այսօր գյումրեցիները կհաստատեն այդ մասին, իսկ ընդդիմադիրները ես կարծում եմ, որ մենք այդ հարցի շուրջ համաձայնության կգանք ու այնպես կանենք, որ Գյումրիում ԿՊ-ն իշխանություն չի լինի։ Ես պարզ այդ մասին ասել եմ։ Մի հստակություն էլի, ի վերջո Վարդան Ղուկասյանի հետ դուք այս ընթացքում, երբ արդեն վստահ եք առաջադրվում եք, ունեցել եք ուղիղ տետատետ շփումներ եւ երբևիցե չի եղել ու արդեն 2007-6 թվից ոչ մի ձևի ոչ մի կարգի կոնտակտ չի եղել։ Ճիշտ ասած ինչի վերաբերվում է, այդ ինձ չգիտեմ ում մասին է խոսքը, ինչ ընկեր, ով ում ինչ արի, ես բացարձակ մեզ հետ չի կապի։ Ասում եք պարոն Գրիգորյան, որ ձեր եւ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները հարթված են, որևէ կոնֆլիկտ չկա ձեր մեջ, ամեն ինչ հարթվել է, գնացել է, փաստորեն այնքան էլ այդպես չէ։ Ես ասել եմ, որ անձնական հարաբերությունները պետության, պետականության հետ կապված հարցերում պիտի չկարողանա տեր խաղալ։ Իսկ իմ անձնական հարցերն է, ես իմ անձնական հարցերը հրապարակային նամանավանդ լրատվամիջոցների առաջ չեմ պատրաստվում իմ անձնական